Նիկոլ Փաշինյանը հայտնի է, որ որևիցե կերպ չի կարողանում դուրս գալ իր սեփական պատկերացումներով նկարած գերհզոր Ադրբեջանի եւ Ռուսաստանի ճնշման տակից։ Սա շատ կարևոր է հասկանալ, որ ոչ Ադրբեջանը, ոչ Ռուսաստանը, ոչ նույնիսկ Թուրքիան, այդ ցելերը, որից մասին այն վիճակում չեն, որ թելադրեն։ Ես հիացմունքով եմ նայում ուղղակի Տրյուդոյին, որը Տրամպին թեթևի մեջ ասում է հիմար, ու ամբողջ աշխարհը իրան տենց բանա, երբ Պանամայի նախագահան Տրամպին ասում է ստախոս, երբ Մեծ Բրիտանիայի հասարակությունը կանգնում եւ Վենսին ասում է կլոուն, այլասերված հիմար եւ անպատասխանատու, չգիտեմ ինչ, էլի վատ բառերով։ Այսինքն ամբողջ աշխարհում հիմա հարգի է, երբ որ դու ոնց որ ասում են resist, ընդդիմանում ես, դու կանգնում ես քո արժեքների համար։ Հակառակ ճամբարը դա գոյություն չունենալ։ Այն ինչ որ Տրամպը փորձում է Ուկրաինայի տանել։ Այսինքն Տրամպը փորձում է Ուկրաինային վաճառել Ռուսաստանին, ոչ մի բանի դիմաց։ Հիմա Հայաստանի կողմից հրաժարվել, դա ոնց որ գիտեք ինչի է նման, ոնց որ ինքը Իրանով հիմա Զելենսկին կանգնի ու Կիևի շուրջ ինչքան պետրիոտ կա, գնա անձամբ տրակացնի։ Այդ իր հոպի միջոցն է, հա, կարելի է այդ հոպի միջոցը օգտագործել։ Լավ, ինչ որ մի կերպ։ Լավ, մի քիչ հրթիռները պակաս են, բայց այն ինչ որ կա օգտագործես։ Բայց ինքը գնա այդտեղ տրակացնի։ Այն անեկդոտի թութակի պես մեզի բմբուլ պետք չի։ Հրաժարվել այդ հայցադիմումներից անհնար է, սխալ է, ռազմավարական է եւ ամենակարևորը Նիկոլի կադենցիայից դուրս է։ Այդ դատական որոշումները, դատական ընթացակարգը հաստատ չի ավարտվելու 26 թվականին եւ ինքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Այնքան երկար, որքան նույնիսկ իր ամենալավ երազանքներում Նիկոլը չի կարող ապրի։ Խոսքը երկարաժամկետ ռազմավարական որոշումների մասին է։ Եթե ինքը հիմա վախենում է, շատ պարզ է, դուրս արի կաբինետից, ասա հրաժարական եմ տալու, գնա քաղաքականությունից, թող են մարդկանց, ովքեր չեն վախենում։ Երիշե Կիրակոսյանը ասում էր, որ դա բացառվում է։ Հետ կանչել հրաժարվել հայցերից։ Մոտավորապես դա անցած տարվա աշնանն էր։ Հիմա պատտվում են լուրեր, որ ինքը հենց այդ ժամանակ տվել է հրաժարական սեփական ցանկությամբ։ Եվ ոնց որ այդ ժամկետը, այսինքն աշնան տվել է եւ այդ ժամկետը, որը հիմա լրացել է եւ հիմա ինքը գնում, դա այդպիսի լուրեր են, որ ինքը տվել է աշնան։ Մոտավորապես որ հետեսնում գալի համընկնում այնտեղ, որտեղ որ այդ խոսակցությունը գնաց։ Նա կարող էր անժամկետ այդ իր դիմումը գրել եւ ասել, երբ որ հարցը գա հասնի նրան։ Չեմ ասում, չէ, ինչ ասես կարելի։ Ասում ենք ընկան։ Ես ամեն դեպքում համարում եմ նախ եւ առաջ, որ ինքը շատ մեծ ահռելի ծավալի գործ է արել եւ ինքը արժանի է ամենայն հարգանքի, անկախ նրանից թե որն է պատճառը, որ ինքը հիմա գնում է։ Ես համարում եմ, որ ինքը փայլուն իրավական կարիերա կարող ունենա Իօգուտ Հայաստանի նաև միջազգային դատական համակարգում, որտեղ մենք գիտենք, որ այնտեղ հիմա բացեր կան եւ մեծ արբիտրաժ Հայաստանը նոր չի 1880 թվականի կոնվենցիան է եւ 1907 թվականի կոնվենցիաներն են, որ Հայաստանի հիմա պետք է ռատիֆիկացվի, որի շնորհիվ Հայաստանի համար բացվում է 3 դատավորի եւ 3 treaty արբիտրաժային դատավորի միջազգային արբիտրաժային դատավորի տեղ եւ մեծ հավանականությամբ ես համարում եմ որ այդ այն տեղն է որտեղ որ Երիշե Կիրակոսյանը եթե իր մակարդակի մենք էլի ունենք դատավորներ իրանք իհարկե կարող են հավակնել այնտեղ լինել եւ սա այդ էլ է կապված այսինքն այդ դեպքում կստացվի որ Երիշե Կիրակոսյանը գնում է level up այսինքն բարձրացնում է մակարդակը եւ Հայաստանի ներկայացնում ապահովում է ավելի կարեւոր դատարանում մյուս կողմից իհարկե ամբողջ այս ժամանակահատվածը 18-19 թվականից երևի
20 թվականի պատերազմը ավելի կարևոր է, Նիկոլ Փաշինյանին տապալել են հանրության այդ աշխատանքը անվստահության, ոչ կոմպետենտության, դիլետանտության պատճառով։ Այսինքն նույնիսկ այն ինչ որ բան կարող է լավը լինի, իրանք այդպես համարում են, որ ժողովուրդը արժանի չի իմանալ։ Ես դրա համար հիմա ձեռնպահ կմնամ ամեն դեպքում իմ դիրքորոշումը հետևյալն է՝ դատական հայցումները հանել չի կարելի, որովհետև ոչ մի գարանտիա մենք չունենք Ալիևից։ Ոչ թե որովհետև ոչ մի գարանտիա չունենք, նույնիսկ եթե ունենանք չի կարելի։ Պարզապես ընդգծենք, որ հանրությունը բացատրություն է սպասում կառավարությունից։ Հանրությունը շատ էմոցիոնալ է։ Հանրությունը հիմա կենտրոնացած է սխալ բաների վրա։ Հանրությունը հիմա սխալ բաների վրա է կենտրոնացած։ Հանրության համար հիմա ամենակարևոր կետը, որի վրա պետք է կենտրոնացած լինի, իրականում դա հարկային դաշտն է, որը շատ վատն է, դա տնտեսության վիճակն է, որը որ Նիկոլի այս կառավարման այս համակարգը տանում է դեպի ներքև, ստագնացիա, ստակուլացիա եւ այլն եւ այլն, այսինքն այստեղ խնդիրներ կան, որոնք անմիջականորեն վերաբերվում են հասարակությանը։ Եվ հասարակությունը պետք է կանգնի դրանց համար։ Խնդիրը հենց այդ է, որ սոցիալական ապահովություն, բանկային համակարգի անկանոն գործունեություն, այնտեղ չգիտեմ, հարկային բաների բարձրացում, այս ամեն ինչը անմիջականորեն ազդում է, բայց ամեն օր, որ մարդիկ ուշացնում են սրա մասին արձագանքելու, իրանց իրավիճակը թուլացնում, որովհետև Եղիշե Կիրակոսյանը կլինի, չի լինի, դա փոքր հարց է, որի լուծումը գտնվում է մեր բոլորիս, ոնց ասեմ, կարանք միցինգ անենք, կարանք ասենք չի կարելի, կարանք գնանք դուրը ծեծենք, ասենք մի արա, ապված են, որովհետև մեզ համար, հանրությունը իմ համար օրինակ, այդ ամբողջ հայցերը, անմիջական ես ուղղակի ապշած եմ այդ որոշումներից, նայում եմ ինքն է, դա իմ մոտ հիմա ասոցիացիա, դա Եղիշե Կիրակոսյան, բարձրավոր ինքը ունի թիմ, ես հասկանում որ ինքը մենակ չի։ Չեմ բացառում, որ թիմում կան իր նման պայծառ ուղեղներ, ու մենք դեռևս չենք ճանաչում։ Բայց հասկանում եք, այս ամբողջ տեղեկատվական արշավը, որը սրա շուրջ գնում է, այն հրապարակում նստած մարդիկ պետք է հասկանան, որ ժողովուրդը չի լինում։ Դուք չեք կարող անտեսել ժողովրդին։ Հենց դա էր իմ ասել։ Հա, որ չեք կարող անտեսել։ Հիմա Եղիշե Կիրակոսյանն ասում եմ, եթե պարզի որ ինքը գնում է հա գա, հրաշալի է, կանգնած ծափահարում է։ Ինչ ասում Զելենսկին։ Մեջբերում եմ, ռուսները կարող են կպահանջեն կրճատել մեր բանակը, պաշտոնապես հրաժարվել օկուպացված տարածքներից եւ թուլացնել Ուկրաինայի սահմանադրությունը։ Նման չէ։ Բայց ինչ է ասում Զելենսկին։ Մենք երբեք։ Բայց ոչ ոք չի կարողանա ստիպել դա անել, խաղաղությունը չի կարող նվաստացուցիչ լինել։ Այո, never give up։ Բոլորը, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, եվրոպական պաշտոնյաները եւ իհարկե Զելենսկին, ում մասին տարբեր լեգենդներ են պատմում, իր բանի Ուկրաինայի եւ Ադրբեջանի հանրապետությունների միջև բաներ, հարաբերությունների մասին իրականում այնց չի, սուտարուսական պրոպագանդա։ Բոլորի աչքի դիմաց հայկական կեյսն։ Բոլորի որպես գերբացասական, որպես արժանապատվության կորուստ, որպես սխալ գերագույն հրամանատարություն եւ սխալ պետության սխալ առաջնորդություն, որպես հասարակության հետ սխալ աշխատանք, որպես դասերի չքաղում, որպես շարունակաբար սերիական, չնայած որ ապացուցված այլևս հնարավոր չի այլ կերպ ապացուցել, Ռուսաստանը շարունակում է Հայաստանում ներկայացված լինել բոլոր այն ինստիտուտներով, որոնք ամբողջ աշխարհով մեկ համարվում են ռուսական գործակալական։ Ինձ թվում է Զելենսկու հետ համեմատությունը Նիկոլին որ համեմատում եք Զելենսկու հետ, Զելենսկին վիրավորում եք ինչ որտեղ։ Նիկոլը կարող համեմատվի Վենսի հետ իր սիրած, որ 24 ժամվա մեջ կարա 3 անգամ իրար հակասող սուտ ասի։ Այդ Վենսն ու Նիկոլը, այդ չոտկի իրանք են։